Մերձավոր Արևելքի փխրուն հրադադարը կրկին փշրվեց, դիվանագետների երկար աշխատանքը հոդս ցնդեց հրթիռային հարվածների ֆոնին։ Հունիսի 6-ից տարածաշրջանում իրադարձությունները զարգացան ժամ առ ժամ։ Նախ Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ հարվածների մասին, դրանք հիմնավորելով տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող գործողություններով։ Վաշինգտոնը հայտարարեց, որ կարձագանքի ցանկացած սպառնալիքի եւ թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունը վտանգվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծեց, որ իրավիճակը չի կարող մնալ առանց պատասխանի։ Ակնհայտ էր, որ Իսրայելի համար յուրաքանչյուր Իրան-ԱՄՆ պայմանավորվածությունը անընդունել է եւ կարմիր գիծ է։ Այդ համար Իսրայելը կաներ ամեն ինչ, որպեսզի որևէ բանակցությունները չհաջողվեն։ Թեհրանը պատասխանեց հրթիռներ արձակելով ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ, հայտարարելով, որ սա պաշտպանական գործողություն է։ Իրանի ղեկավարությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները խախտել է նախկին պայմանավորվածությունները եւ պատերազմ է պարտադրում տարածաշրջանին, սակայն դրանով շղթայական արձագանքը չավարտվեց։ Այստեղ նաեւ փոխվեց Միացյալ Նահանգների մոտեցումը։ Այդ մինչև այդ Միացյալ Նահանգները կաճակցեն Իսրայելին եւ կհայտարարեն, որ ողջունում են Իսրայելի քայլերը եւ այլն։ Հիմա Միացյալ Նահանգները կոչ են անում Իրանին զինադատարի եւ կոչ են անում նաեւ Իսրայելին հայտարարություններով, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ քայլերով։ Հունիսի 7-ին իրավիճակն ավելի լարվեց։ Իսրայելը հարվածներ հասցրեց Լիբանանի տարածքում գտնվող թիրախներին, հայտարարելով, որ դրանք կապված են Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, թե Իսրայելը չի հանդուրժի Իրանի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում։ Իրանը, որը պաշտոնապես հայտարարել է, որ յուրաքանչյուր զինադատարը Միացյալ Նահանգների հետ անպայման պիտի ներառի նաև Գազան եւ Լիբանանը։ Աշնորհ որ Իսրայելը խախտեց այս զինադատարը, ուրեմն Իրանը իրան ոչ մի բանով պարտադրված չի զգում եւ հարվածելու է Իսրայելին։ Թեհրանը դա համարեց հերթական սադրանք եւ հայտարարեց, որ անցել են բոլոր կարմիր գծերը։ Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հայտարարեց, որ պատասխանը լինելու է անխուսափելի եւ ցավոտ։ Դրանից կարճ ժամանակ անց Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, խոսելով պատասխան գործողությունների մասին։ Երկու կողմերն էլ հայտարարում էին, թե գործում են ինքնապաշտպանության շրջանակում, սակայն փաստացի տարածաշրջանը կրկին հայտնվեց լայնամասշտաբ պատերազմի վտանգի առջև։ Իրան-ԱՄՆ հարաբերությունում զինադատարը դե ֆակտո կա։ Ավելի լայն զինադատարը խախտեց Իսրայելը, շարունակելով իր ուժային գործողությունները Լիբանանի հարավում, եւ Իրանը պատասխանեց, որտեղ բոլորը հասկանում են, որ այդ պատերազմը շարունակվում է Լիբանանում եւ այդտեղ զինադատարը չի աշխատում Իսրայելի եւ Հեզբոլլահի միջեւ, ապա Իրանը մտնում է պատերազմ եւ ինքն էլ չհետևում զինադատարին։ Հունիսի 8-ի դրությամբ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանական հրթիռներն ու անօդաչուները թիրախավորում էին իսրայելական ռազմական օբյեկտները, իսկ Իսրայելը օդային նոր հարվածներ է հասցնում Իրանի ռազմական ենթակառուցվածքներին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են մինչև իրենց խոսքով սպառնալիքը չեզոքացվի։ Մի քանի օրում հրադադարի մասին խոսակցությունները փոխարինվեցին օդային տագնապի ազդանշաններով, իսկ բանակցությունների սեղանը տեղափոխվեց հրթիռների դաշտ։